Հիմա նայենք Ադրբեջանի տեսակետից, դե Ադրբեջանում ընդհանրապես ընտրությունների հետ կապված խնդիր չկա, այնտեղ բոլորը գիտեն ընտրությունների արդյունքները ընտրություններից շատ ժամանակ առաջ եւ ընդհանրապես ընտրություն էլ չկա։ Ալիևը վերընտրվել է 2024-ի փետրվարին 7 տարի ժամկետով, այսինքն մինչև 2031 թվական Ադրբեջանում ոչ ոք ընտրությունների մասին չէր մտածելու։ Հիմա ինչու է զինվում Ադրբեջանը։ Ես այստեղ մի քանի բան եմ տեսնում։ Եվ ում դեմ։ Իհարկե ասել որ Ադրբեջանը զինվում է Ռուսաստանի դեմ, դա մեղմացած լուրջ չի լինի, որտեղ անկախ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրանում են, իջնում են, մենք երեք էլ տեսանք Դուշանբեում հանդիպում տեղի ունեցավ, պարզ է որ բնականաբար ոչ բոլոր հարցերն են կարգավորվել, բայց սա առանձին թեմա է, ընդհանրապես Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչու են խնդիրներ առկա, ես իմ սեփական տեսակետը ունեմ, բայց ոչ Ռուսաստանի դեմ, որտեղ Ադրբեջանը ինչքան էլ համարի որ ինքը արդեն դարձել է միջին պետություն կամ մոտենում է միջին տերության կարգավիճակին, բոլորն են հասկանում, որ լրիվ տարբեր քաշային կարգերի մասին ենք խոսում Ռուսաստան եւ Ադրբեջան։ Այստեղ երկու բան կարող է լինել։ Ա. Ադրբեջանում միշտ էլ նշում են, որ ամեն դեպքում իրենք վստահ չեն, որ Հայաստանի ներկա կառավարության քաղաքականությունը, որը տեղավորվում է այդ իրական Հայաստան կոնցեպտի մեջ եւ որը ենթադրում է միայն 29743 կիլոմետր, ավելի կոնկրետ գուցե արդեն 29500, որտեղ 242 կիլոմետրից մի փոքր ավելին ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ մենք պետք է մտածենք միայն դրա մասին, հետեւաբար Արցախը չի մտնում իրական Հայաստանի մեջ, հետեւաբար Արցախի էջը պետք է փակել, իսկ արցախցիներն էլ պետք է կամ ինտեգրվեն Հայաստանում կամ գնան ինտեգրվեն այլ երկրներում։ Ա. Ադրբեջանը վստահ չէ, որ այս դիրքորոշումը Հայաստանում կշարունակվի երկար ժամանակ։ Նույնիսկ ոչ ոք չի կարող վստահ լինել ինչ կլինի 2026-ի հունիսից հետո։ Նույն 2026-ի հունիսից հետո մենք կարող ենք ունենալ այլ կառավարություն, որը արտաքին քաղաքականության, նույն Ադրբեջանի հետ հարաբերություններում, Արցախի հետ եւ այլն կարող է ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Հետաբար Ադրբեջանի տրամաբանության մեջ իրենք միշտ պետք է ռազմական առումով լինեն Հայաստանից էականորեն ավելի ուժեղ, որովհետեւ անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի հաջորդ կառավարությունը, նույնիսկ եթե գան մարդիկ, ովքեր ասեն, գիտեք ինչ կա, Արցախահայերի վերադարձը Արցախ, միջազգային ներկայությամբ, միջազգային երաշխիքների ներքո մեր համար պարտադիր պայման է խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ այլն եւ սկսեն այդ հարցը նորից դնել շրջանառության մեջ, այսինքն պահանջել Ադրբեջանից, որպեսզի նա համաձայն լինի, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ, այնտեղ լինի միջազգային ներկայություն, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր եւ այլն, բնականաբար Ադրբեջանը ասելու է ոչ, սակայն ըստ Ադրբեջանի, եթե ինչ-որ մի ժամանակ ուժերի բալանսը սկսի փոխվել կամ առնվազն չլինի այնքան մեծ ի օգուտ Ադրբեջանի, ինչպիսին հիմա է, որոնք են երաշխիքները, որ Հայաստանը չի սկսի խոսել սպառնալիքների լեզվով։